Նման անդրադարձել էիք Ցեղասպանության 110-րդ տարելիցի համատեքստին, նաև տարածել եք գրառում։ Ես ուզում եմ խոսենք այսօրվա իրողությունների կոնտեքստում ստեղծված իրավիճակի մասին, երբ կասկածի տակ է դրվում Ցեղասպանության փաստը պետության ղեկավարի կողմից բաց ակնարկներով։ Ինչով եք սա պայմանավորում եւ ինչպես կանխել սա։ Սա հենց այն դեպքն է, որ մեր ամենամղձավանջային երազում այնքան չէին կարող պատկերացնել, այսինքն դուք պատկերացնում եք հայ մարդ, հայ մարդ, ծագումնաբանությամբ, այստեղ ապրած, մեծացած, կրթված, այս ջուրը խմած, այս հողի վրա բարեկեցություն դրսևորած կամ դիզած չգիտեմ, մարդը որ փորձի ինչ որ գիտեք այսպես մենք չենք շղթում, մենք չենք ուրանում, որևէ մեկ այդ փաստը կասկածի տակ չի դնում, բայց եւ այդ բայցից հետո ասենք կարող է այդպես էջերով ինչ որ բաներ փորձել չարել, սա բնականաբար մեղմ ասած անընդունելի է եւ ամենաեղկելի ու ամենազզվելի արարքն է երբևիցե որ հնարավոր է պատկերացնել, հա։ Դրա համար եւ այսօրվա ջահերթը եւ վաղվա երթը համաժողովրդական, համահայկական, որտեղ երբ որ ես խոսում եմ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մեր քույրերի եւ եղբայրների մասին, որոնք ուղակի շահառուներ են, հա, երևի շահառու բառը ամենավատ ընտրվածն է այս պարագային, բայց ուղակի իրենց կաշվով, իրենց երակներով անցկացվածն է, որ այդ մարդիկ հայրենիքի սահմաններից դուրս են հայտնվել հենց այդ փաստի արդյունքում, ցեղասպանության փաստի արդյունքում, հասկանում եք, կորցրել են իրենց հայրենիքը, սա առանցքային էլ ավելի վատ վիրավորանք եւ ավելի վատ արհամարանք քո իսկ հայրենակիցների, չնայած երբեք իրենք չեն կարող իրենց հայրենակից համարվել, բարձ պատճառով, որովհետև ուրացումը երբեք չի բերելու խաղաղության։ Սա միանշանակ է։ Ամեն դեպքում նայեք, Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ակնարկել է, որ իրենք մանդատ չունեն Սփյուռքի անունից խոսել, բանակցել եւ նաեւ նշել է, որ իրենք ուղղակի ուզում են երկխոսել դիվանագիտության մեջ, որպես դիվանագետ։ Սա կարող ենք համարել երկխոսություն, այս զիջումների քաղաքականությունը։ Ես երկխոսություն չեմ տեսել եւ բազմաթիվ առիթներով դրա մասին արտահայտվել եմ եւ բարձրաձայնել եմ, այստեղ որևէ բանակցային տրամաբանություն չկա եւ չի էլ կարող լինի, հասկանում եք, երբ որ մի կողմը բանակցային մի կողմ է, ուղղակիորեն զիջող կողմ է, միակողմանի զիջող կողմ է եւ մենք բազմաթիվ փաստեր ունենք, թող որևէ մեկը հանկարծ չփորձի անգամ ասել, որ զիջում չկա, սա փոխզիջումային է, մենք խոսում ենք, մենք պայման չկա այդպիսի բան, Բաքվից հնչում է հրամանը, կատարվում է Երևանում, շատ պարզ է այդ ամեն ինչը եւ ամենավատը գիտեք որն է, որ արդեն այդ ամեն ինչը այնքան անթակույց է, այնքան ուղղակի է, հա, նույնիսկ լատենտ չի, չնայած լատենտ պայմանավորվածությունների, պատերի ետևում, փակ սենյակներում պայմանավորվածություն, միևնույն է, արդեն շատ ուղիղ խոսում են դրա մասին։ Հասկանում եք, վաղը մյուս օր պիտի սկսեն արգելել ցեղասպանություն բառը օգտագործելը։ Միանշանակ է, սկսեցին ամենա սիմվոլներից, եկանք հասանք արդեն գետնի վրա, այս կարգի ուրացում, լավ, այս կարգի մերժողականություն, այս կարգի ժխտում եւ այդ ամեն ինչը համեմել ինչ-որ մանիպուլատիվ իրանց այդ արտահայտություններով, խոսքերով եւ պատկերացնում եք այսօր պարլամենտից ունեն էլի մեկ հնչեցնում են, ասում փորձ անգամ չանեք մոտենակ ցեղասպանության թեմային, այսինքն ինչ, այդ հասկանում եք ուղղակի ցինիզմի եւ անկարողության եւ այդ ամեն ինչի ուղղակի վախերով փաթեթավորման արդյունքը ուրիշ որևէ բան չկա, որտեղ գալու է հատուցման պահը, կանգնելու են դատաստանի առջև եւ Աստծո դատաստանի առջև են նաեւ կանգնելու, որտեղ պղծությունը որևէ ձևով չի կարող խրախուսվել եւ չի կարող շարունակական լինել։ Վաղ թե ուշ ինքը կանգնելու է եւ վաղ է կանգնելու, քան ուշ։ Այնպես որ ես ուղղակի իսկապես սրտանց իմ համեստ կեցվածքով ուղղակի կոչ եմ անում մարդիկ իրենց ոչը արտահայտեն հենց այս երթով, որտեղ ցանկացած մեկ հոգի, մեկ ավել հայ մարդու ներկայությունը այդ ոչի ավելացնելն է, այսինքն այդ չընդունելն է, այդ մերժելն է այն հակահայ քաղաքականությունը, որ այսօր վարում է օրվա վարչախումբը։ Դուք ասացիք, որ այս կարգի մերժողականություն երբևէ չի դրսևորվել։ Պատմական ակնարկ
էքսկուրս կատարելով, հա, նախկին իշխանությունների օրոք երբևէ որևէ խոսույթ, մեկնաբանություն, խոսք ցեղասպանության շղթման հետ կապված դրվագ կհիշեք, քանի որ ներկայիս իշխանությունները նշում են, որ դրան ընդունակ են միայն նախկին իշխանությունները մերժելու, ինչպես նաև սակարկելու։ Ոչ եւ երիցս ոչ, դուք հարցը տալիս եք մի մարդու, ով ուղղակիորեն ներգրավված է եղել եւ ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս երբեք եւ երբևէ նման բան անգամ չէր կարող լինել, բարձ պատճառներով ուղղակի այն հանձնարարականները, որ ստացվում էին այն ժամանակ դեսպանության, փակ հանձնարարականներ էին բնականաբար, այդ հանձնարարականները ուղղակի կգա ժամանակը արխիվները կարող են բարձրացնել եւ կարդալ թե այդ ինչ հանձնարարականներ էին գնում շղթման, հա, այդ ճակերտներով շղթման հանձնարարականները, բացեք եւ կարդացեք թե ինչ խորը համագործակցություն կար։ Եվ այդ երամիասնության մասին, որ մենք բազմաթիվ անգամ խոսել ենք, այդ երամիասնության մասին էր հենց խոսքը։ Այդ երաթևն էր, հասկանում եք խոսքը, ամենը իր շատ ուժեղ եւ շատ խորքային կշռով Սփյուռքը, Արցախը եւ Հայաստանը։ Այս երամիասնության ներկայությունն էր, որ կարողանում էր իսկապես ապահովել այն ուժը, այն միասնականությունը, ինչից հարյուրավոր տարիներ, հազարավոր տարիներ վախենում են մեր թշնամիները։ Դա էլ մեր թշնամիների վախն է։ Հիմա այդ վախը եւ սրանց վախը դրեք մի կաթսայի մեջ, համեմատեք եւ կտեսնեք ինչքան նման են այդ երկուսը իրար։